Փառք Տիրոջը ժողովուրդ ջան, Աստված հրաշալի ա մեր մեջ, համեցեք նստեք։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սիրում եմ ձեզ շատ, սիրելի Նավակ Ուйբիշևսկի իմ հայ ժողովուրդ, եւ նախապես ուզում եմ հասկանալ, այստեղ մարդ կա, որ առաջի անգամ է մասնակցում նմանատիպ հավաքույթների։ Խոսքը չի վերաբերվում նրանց, ովքեր ուրիշ եկեղեցիներում մասնակցել են, այսօր պատահական այստեղ են եւ եկել են ծառայության։ Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր առաջի անգամ մտել են եկեղեցի կամ առաջի անգամ այստեղ են կամ մի քանի անգամ եկել են, բայց դեռևս այնպես էլի, նենց լգնամ տենամ, էսով է, էս ինչ է ասում, հա? Կա այդ ձև անձնավորություն, ուզում եմ, եթե հնարավոր է ձեռք բարձրացնի։ Օ, փառք Տիրոջը, ողջունեք։ Ստեփանավան։ Ես էլ եմ ծնունդով Ստեփանավան, ի՞նչ է ձեր անունը։ Ժենյա։ Սահակյան Ժենյա։ Կարող է իմ կորած քուրն ես այս համենայն։ Փառք Տիրոջը, ես աղոթում եմ, որ Աստված իր զորավոր ձեռքով հպվի ձեր սրտին եւ ինքը իր այությունը բացի, որովհետեւ մի ժամանակ մենք էլ ապրում էինք մեր կամքով, մեր ուզածի պես, բայց Աստված հանդիպեց, գտավ մեզ եւ կյանք շնորհեց, սեր ցույց տվեց մեր հանդեպ։ Եվ անգամ այն ժամանակ, երբ որ ոչ մեկ մեզ չէր սիրում, բոլորից մերժված, անգամ տնեցիքից, հարազատ շրջապատից, ընկերներից մերժված, բայց Հիսուսը մոտեցավ ու ասեց ապրի, սեր ցույց տվեց, կյանք ցույց տվեց։ Սուրբ Գիրքն ասում է Աստված մեզ սիրեց երբ որ դեռ մենք մեղավոր էինք։ Ես չգիտեմ աղա ջան ախպերը մեղավոր եղել է թե չէ, բայց ես էլ եմ եղել, չնայած որ շատ շուտ է Տերը ինձի գտել, ընդամենը 15 տարեկան եմ եղել, դի 1990 թվականներ, երբ որ Տերը այցելեց ինձ եւ չգիտեմ, թենց շատ բաների մեջ չեմ եղել այդ աշխարհային զբաղմունքների մեջ, բայց երբ որ նա այցելեց, ես հասկացա, թե ինչքան մեղավոր է 15 տարեկան երեխեն ուրա գորը 15 տարեկան է գորը 15 տարեկան մարդ կա այստեղ 15 տարեկանները թող շատանան կամ էլ պիտի գնամ 2 տարի հետո գամ գործան Եվ այդ այցելությունից ես հունգուր լացում էի, ներողություն էի խնդրում, չգիտեմ էլ ինչի համար էի ներողություն խնդրում, բայց ես այդ ապրումների մեջ էի, այդ սերը վայելում էի, գալիս էր այդ սերը երկնքից եւ նա իմ սիրտը փոխեց, ինձ ուրիշ մարդ դարձրեց, երբ որ ես անշնորհք բառեր էի օգտագործում, մի օրվա մեջ Աստված մաքրեց շուրթերս եւ գովության երկ դրեց եւ այդ օրվանից ի վեր Տիրոջ տան ճանապարհի մեջ եմ, Տիրոջ ճանապարհի մեջ եմ եւ ծառայում եմ Տիրոջ շնորհով եւ ողորմությամբ ու ձեր աղոթքներով։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սիրելի Նավակ Ուйբիշևսկի իմ հայ ժողովուրդ, դուք հերոսներ եք, որովհետեւ ապրելով օտար երկրում հայրենիքից դուրս ոչ միայն աշխատում եք, չարչարվում եք, այլ նաեւ ժամանակ եք տրամադրում Տիրոջ համար, Տիրոջը ծառայելու, նվիրվում եք Աստծուն եւ գալիս եք այստեղ ու միաբանում եք ու փառքը տալիս եք Տիրոջը։ Օրհնյալ լինի Աստված եւ Տերը ձեզ շատ օրհնի։ Մենք շատ սիրում ենք ձեզ, այսպես եթե մեծ թևեր ունենայի, բոլորիդ կգրկեի։ Տերը օրհնի ձեզ, գնահատում ենք այն անելիքը, ինչ որ դուք անում եք այս երկրում, որովհետեւ Աստված ինքը դրեց ձեզ այստեղ, որպեսզի շատերի համար փրկություն ստանա։ Շատերը փրկություն ստանան ձեր միջոցով եւ ինչու Ստեփանավանում չի ապաշխարում հանկարծ հանդիպում եմ Ռուսաստանի տարբեր տեղերում, Եվրոպայում Ստեփանավանցիների, որոնք մոտենում են, որոնք ընդեղ են ապաշխարել։ Ասում եմ ի՞նչն է քեզ խանգարե, որովհետեւ ես 25 տարի տեղական եկեղեցում եմ ծառայել։ Ի՞նչն է քեզ խանգարե, որ դու չես ապաշխարել։ Չգիտեմ ասում։ Այստեղ ես ապաշխարեցի։ Թող Աստված օրհնի, կարևորը ապաշխարությունն է։ Վերադարձ դեպի Տիրոջը, շրջվել աշխարհին մեջքով եւ գալ դեպի Տերը։ Հիսուսը սիրում է քեզ, ժենակյուր, սիրում է քեզ, իր կյանքը տվել է քեզ համար։ Նա մեռավ, որ մենք կյանք ունենանք։ Նա իր որդին, Հայր Աստված իր որդին չխնայեց, որ ես ու դու կյանք ունենանք։ Եվ ես մի առիթով ասեցի, որ
Երբ որ 20 թվականի պատերազմի մեջ ես կորցրեցի իմ Դավիթիս եւ կորցրեցի բառը կվերցնեմ ուղղակի ճակերտների մեջ, երբ որ ես աղոթում էի, ողբում էի, կարծես Հայր Աստծո սրտի խոսքը իմ ականջներին եկավ, հիմա հասկանում ես ինձ, հիմա հասկանում ես ինձ, ես ինչ ապրումների մեջ էի, երբ որ իմ միածին որդին խաչի վրա տառապում էր, ես պատրաստ էի աշխարհը գլխի վրա շրջեի, միայն թե օգնեի նրան, բայց ես դա չարեցի, որովհետև Հիսուսը խաչի վրա ասեց, Հայր, ների, սրանցների, բեգոյինների, ավագինների, չգիտեն ինչ են անում, չգիտեն ինչ եմ, ես ասում համբերեցի Հիսուսի ասացի աղոթքի շնորհիվ, որպեսի դու կյանք ունենաս, որպեսի դու հավիտենական կյանք ունենաս, որպեսի երկրորդ մահը քեզ չվնասի, փառք Հիսուսին այդ իր գործի համար, ինքը իր կյանքը դրեց, որ մենք կյանք ունենանք, որ մենք հավիտենական կյանք ունենանք, եւ երանի նրան, ով երկրորդ մահից չի վնասվի, առաջին մահից մենք գիտենք, բոլորը պիտի մեռնեն, բոլորը, այն սիրուն աչքերովնել, այն գեշ մազերովնել, այն բոյովն ու նիհարնել, այն կարճ ուչաղնել, բոլորը պիտի մեռնեն, հիասթափեցնում եմ ձեզ, բայց երկրորդ մահից չեն վնասվի, երկրորդ մահին նա է, որ Աստծո երեսից ընդմիշտ կընկնեն, դժոխքի տառապանքներն ասպասում նրանց, ովքեր որ մերժում են Աստծո որդու կատարածը խաչի վրա, երկրորդ մահից չեն վնասվի նրանք, ովքեր Տիրոջը ընդունել են, որպես իրենց անձնական փրկիչ, դրա համար մեր աղոթքն է, որ նրանք, ովքեր դեռևս չեն ընդունել Հիսուսին, որպես փրկիչ, նրանք կան եւ ընդունեն Տիրոջը եւ Հիսուսը դառնա նաեւ նրանց փրկիչը, որովհետեւ Տերը իր արյունը թափեց նաեւ նրանց համար։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Բերեք փառք տանք Տիրոջը։ Կողքինիդ կարող ես ասես չքնես, խորը շատ։ Վտանգավոր է խորը քնելը։ Ես գիտեմ, որ Աստծո տան մեջ խաղաղություն կա։ Ճամբարում մի հատ քույրիկ կար, արևային ակնոցներ էր դրել, այսպես։ Նստել էր ու քնել էր, էլի։ Ասում եմ ձևը քթել ես, հա, ակնոցները դրել ես, ներսը, արևային ակնոցները ներսը դրել, ոնց ճոգեց իր ասում։ Գիշեր ասում չեմ կարող քնեմ, բայց այստեղ հենց անուշ եմ քնում։ Այդտեղ խաղաղություն կա, սոհոքին իշնա, բայց ուշադիր եղի բան բաց չթողնես։ Փառք Հիսուսին, ես շատ ժամանակ չունեմ, միանգամից կուզենամ անդրադառնամ Աստծո խոսքին։ Իհարկե մենք կարանք անverջ երկենք, երկրպագենք Տիրոջը, Տերը օրհնի եւ եւս մեկ անգամ ուզում եմ Տիրոջը շնորհակալություն հայտնեմ այս առիթի համար աղաջան աղբորս, ծառայողական խմբին, նաեւ փառաբանության խմբին, Տերը օրհնի, Վեներա Քուրիկ ջան, եւ տեսել եմ, որ երկնքից ձեր մեջ նաեւ մանանա կա, չէ՞։ Դուք մանանա ոչ միայն մոլորակային գալակտический ինչ-որ բաներ կան, մարմիններ կան ձեր մոտ, նաեւ մանանաներ են իջնում, թափվում երկնքից։ Տերը օրհնի ձեզ։ Քաղցրներ ջան, Աստված օրհնի բոլորիդ, իհարկե կարելի է անverջ երկրպագել, բայց Աստված որպես ժառանգություն երկրի վրա մեզ համար թողել է ինչը, իր խոսքը, որը մեզ կտանի մինչև փրկություն։ Պետրոս Առաքյալը կասեր, այն կարող է ձեզ աճեցնել եւ տանել դեպի փրկություն։ Աստծո խոսքի մեջ զորություն եւ ուժ կա։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ այդ խոսքը Հովհաննես Առաքյալը ասում է, որ ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Սկզբում էր, ես ասեմ ինձ այնց հետո ասեք, սկզբում էր եւ բանը Աստված էր եւ բանը Աստծո մոտ էր։ Всё, բանը Աստծո մոտ էր, հետո բանը Աստված էր։ Գումարների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Այսինքն խոսքը հենց ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Աստծո խոսքը, զորեղ խոսքը, որ կարող է ժայռերը ճաքացնել եւ ճշմարտությունը սրի պես, երկսարի սրի պես կարող է թափանցել մինչև անանցանելի տեղերը
Եբրայեցիների հեղինակը նմանեցնում է նշտարին, եկսարիսերին, որ կարող է թափանցել մինչև ուղն ու ծունցը, բնագրի մեջ համեմատական է նշտարին, բանի խիրուրգի ձեռքի դանակին, որ պրիտոմ նեյրոխիրուրգի ձեռքի դանակին, որ կարող է թափանցել այն ամենախորը տեղերը մինչև ուղն ու ծուծը եւ տեղ հասցնել ամեն ինչ եւ մարդկանց խորհուրդները սրտի հայտնել, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մի բանի մասին եմ ուզում խոսել, որ գրված է Ղուկասի ավետարանի 13-րդ գլխի մեջ։ Մի պատգամների շարք ունեմ սկսված, որ կարծես թե անվերջանալի լինի, որոշները որոշ տեղերում կրկնվում է, որոշները շարունակվում են, բայց այդ պատգամների շարքը կոչել եմ հանդիպում, որ կյանքեր է փոխում։ Ճամբարում մի քիչ անդրադարձանք Սամարացի կնոջը, եթե հիշում եք, թե ինչ եղավ այդ հանդիպման ժամանակ, որ ոնց փոխվեց այդ հանդիպումից, Տիրոջ այդ հանդիպումից, ոնց փոխվեց Սամարացի կնոջ կյանքը։ Հիմա ուզում եմ կարդանք Ղուկասի ավետարան 13-րդ գլխի մեջից մի շատ հրաշալի հատված։ Քանիստ եք կարդում ավետարանը։ Չէ, ճիշտ ասեք։ Որոշները ունեն ավետարան, բայց չեն կարդում, հայ ժողովուրդը սովորություն ունի սենց պահարանի մեջ դնի, էսի սուրբ գիրքը, էս իրա տեղը ստեղա, չպտի կպնես իրան, ընդեղ, հա, չէ, պտի կպնես, պտի հանես կարդաս, ու ամեն օր, ես էլ քեզ հետ միասին, ամեն, Ղուկասի ավետարան 10-րդ համարից կկարդամ ձեզ, սա մի շատ ճանաչված դեպք է։ Ժողովարաններից մեկում սովորեցնում էր շաբաթ օրը։ Եվ ահա մի կին կար, որ հիվանդության ոգի ուներ։ 18 տարուց ի վեր։ Կծկված էր։ Եվ ամենևին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Հիսուսը նրան տեսնելով իր մոտ կանչեց ու ասեց նրան. Ով կին, արձակված ես քո հիվանդությունից։ Եվ ձեռքը դրեց նրա վրա, եւ նա շուտով ուղղվեց եւ փառավորում էր Աստծուն։ Իսկ ժողովարանի գլխավորը շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. Հիսուս ինչ է ժողովրդին. 6 օր կա, որ կարող եք նրանում գործել։ Հիմա այն օրերը եկեք եւ բժշկվեցեք։ Ոչ թե շաբաթ օրը։ Տերն էլ ասեց նրան. Կեղծավոր։ Ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը իր եզը կամ իր էշը չի արձակում մսուրից ու տանում ջուր տալիս։ Բայց սա, որ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան 18 տարի է կապել էր, արժան չէր, որ շաբաթ օրը այն կապանքներից արձակվեր։ Եվ երբ որ նա այս ասեց, ամոթով էին լինում ամենքը, որ հակառակվում էին նրան, եւ բոլոր ժողովուրդն ուրախանում էր այն ամեն փառավոր գործերի համար, որ նրա միջոցով լինում էին եւ ասում էին Աստծո արքայություն եւ ասում էր Աստծո արքայությունը ինչի նման է եւ ինչի նմանեցնեմ նրան մի մանանեխի հատի նման, որ մի մարդ առավ իր պարտեզի մեջ ցանեց, հետո մեծացավ, մեծ ծառ եղավ եւ երկնքի թռչունները եկան ու նրա ճյուղերի վրա բնակվեցին։ Եվ այսպես Տեր Հիսուսը շաբաթ օրը ժողովարաններից մեկում սովորեցնում էր։ Շատ մի հատ հասարակ սովորական մի ժողով էր, հրաները ունեին ժողովարաններ, եւ այդ օրը Տեր Հիսուսն էր մտել այդտեղ եւ ինքը տալիս էին իրան, որ ինքն էլ սովորացնի։ Հետաքրքիր է։ Չէին ընդունում շատերը, բայց թե ոնց էին տվել, որ սովորացնի, հետաքրքիր է շատ։
Եվ 10-րդ համարում, որ ասում է ժողովրդի մեկում սովորեցնում էր, նկատեց, որ մի կին կա այնտեղ, որը որ կծկված էր 18 տարի։ Տեսել եք հեչ այդպիսի անձնավորություն։ Ես տեսել եմ այսպես, որ խոսում էլա, այսպես է խոսում, այսպես։ Եղբայրներ, քույրեր, մենք սառնարանը բացում ենք, կամ բենզինը թանկացել է, ավտոն խոդում ես, խոդ չի ընկնում, աղբեր չես իմանա, ես ինչ պրոբլեմի մեջ ընկա։ Ինչ ա եղել, աղբեր, ավտոն խոդեցի, խոդ չընկավ, այ աղբեր։ Էլի։ Մի անգամ Երևանում խցանման մեջ, իմը դե հասարակ մեքենա է, նու հասարակների մեջից լավը։ Ինչ անեմ։ Ում կողս էլ կանգնած է Maybach Jeep, այդ GLS Maybach-ները, կապույտ սերեբրիստի ես ես շատ շքեղ է, էլի, եթե դրսից տեն շքեղ է, պատկասում եմ մեջը ինչքան շքեղ է, մեջինը այդքան շքեղ չէր, բայց մեջը շքեղ էր, հիմա իրար կողքը կանգնած ենք պրոբկայի մեջ, այդ վանի մեջ, ուզում ես ես պատան իչաստեմ ասեմ, աբիդնյա, չէ աղբեր, որ երկուսս է նույն պրոբկի մեջ կանգնած ենք, հատենց է, նույն ճանապարհի մեջ ենք, հիմա այն ես քշում, թե այն ես քշում, ճամփեն նույնն է, նույն տեղն է տանում, հիմա, Տեր Հիսուսը սովորացնում էր, ու ես կինը կծկված 18 տարի, ես ասի 15 տարեկան, բայց հիմա հարցնեմ, 18 տարեկան կա մեկը այստեղ, 18 տարի, մի ամբողջ կյանք, Վեներակուրիկ Նարեկը 18 տարեկան է, չէ, 18 տարի, երբ որ դու հետ գնաս, ինչ ճանապարհ ես անցել նրա հետ, միայն քեզ է հայտնի, Նարեկին հետի հայտնի չի, միայն քեզ է հայտնի, թե դու ինչ ճանապարհ ես անցել նրա հետ, հիմա այս կինը 18 տարի, այն ժամ, երբ որ ուրիշները առավոտը վեր են կենում անկողնուց հավեսով սենց, մի հատ կոֆե դրեք խմենք, խոսքի ունակ սենց վայելում էին իրենց կյանքը, այդ կինը կռացած, առավոտը հազիվ արթնանում էր իր տեղից, եւ գալիս էր շաբաթօրը, նա գալիս էր ժողովարան, Տիրոջ տուն, 18 տարի շարունակ, հիվանդության մեջ, կծկված, եղբայրներ քույրեր, ինչ ճիշտ հասկացեք, մեքենա ես ուղարկում մեկի հետևից չի գալիս հավաքույթի, ամեն հնարավորությունները ստեղծում ես, չեն գալիս հավաքույթի, անգամ ծառայողների մեջ, երբեմն գտնվում են, չեմ կարող այսօր հավաքույթի եղնեմ, ինչ ա եղել, չգիտեմ ինչ ա եղել, չեմ ուզում պատասխանեք, մտածենք էլի, մտածում ենք, պրոստը մտածում ենք, բայց այս կինը 18 տարի այդ վիճակին, նա նորից գնում էր այդ տունը, այդ աղոթքի տունը, այդ ժողովարանը եւ հանկարծ 18 տարի հետո կյանքի այդ խաչմերուկում հատվեցին իր եւ Տիրոջ ճանապարհները։ Նա գտնվեց մի վայրում, որտեղ հենց ինքը Տեր Հիսուսն էր ներկա։ Նա որ այդ շաբաթօրը գալիս էր այդտեղ ժողովի, գիտեր որ Հիսուսը տեղ ալնելու։ Նա որ ուղղակի իր հավատարմությամբ, հավատարիմ սրտով ասում էր, այսօր էլ պիտի գնամ, Աստված ինձ այսօր պիտի պատասխանի, այս շաբաթ օրը պիտի պատասխանի Աստված, եւ նա գալիս էր, եւ հանկարծ հայտնվեց մի վայրում, որտեղ Տիրոջ ներկայությունն էր, եւ Տերն էր սովորացնում։ Հալելույա։ Եվ քեզ թվում է, թե Աստված անտարբեր է ու չի նկատում քեզ կամ քո խնդիրը, հա? Կարծում ես որ ինչ որ բան արեցիր, Աստված չտեսավ, հորը չտեսավ, լավ, եղբայրները չտեսան, բա Աստված չտեսավ,
Ես իմ երեխաներին ինչ-որ ժամանակ ասեցի, լսեք ինձ, ես էլ ունեմ մի հատ Նարեկ Դավիթից հետո, երբ որ նրանք փոքր էին, ես նրանց ասի, լսեք, ես ձեր հայրն եմ, իմ ձեռքերը կարճ են, շատ տեղերում ես չեմ կարա ձեզ օգնեմ, բայց դուք իմացեք, որ ունեք երկնային հայր, որ իր ձեռքը չի կարճացել փրկելուց։ Իմ աչքերը ամեն բան չեն տեսնի, ինչ որ դուք կանեք, բայց իմացեք, որ դուք ունեք երկնային հայր, որ նա ամեն ինչ կտեսնի, երբ որ դուք անում եք։ Իմ ականջները կարող է չլսեն այն ամեն ինչ, որ դուք խոսակ, բայց իմացեք, որ նա լսում է ամեն ինչ։ Եվ նա անտարբեր չի ձեր աղոթքի հանդեպ։ Հիմա այս կինը եւ Տեր Հիսուս Քրիստոսը։ Հիմա հասկանանք, վերադառնանք եւ հասկանանք, ով էր այս կինը։ Անունը գրած չի, բայց Տերը բժշկությունից հետո նրան մի բան է ասում։ Սա Աբրահամի աղջիկ է։ Այսինքն հավատքի դուստր, հավատացյալ, բայց կոզիկ 18 տարի ֆանատիզմով շատ զբաղվողներ երբեմն կարոզում են, որ հավատացյալ ասեմ թե չասեմ։ Եթե դու հավատացյալ ես, վերջ, կյանքդ ապահոված է, էլ դու են լավ ավտոներից, են լավ տներից, հիվանդությունն ինչ է, իշխանություն չունի, հիվանդությունը կվրա, այո, Հիսուսյանով ոչ մեկի վրա իշխանություն չունի, հիվանդությունը։ Բայց մենք ֆանատիկ չենք, որ հիվանդ եմ, այ մարդ, հիմա հիվանդ եմ։ Չէ՞։ Գաստ է մեկը, որ հիվանդ է։ Ինչ որ հիվանդություն ունի, հա։ Ես էլ ունեմ։ Բայց այդ ամենով հանդերձ Հիսուսը ինձ հետ է։ Այդ ամենի մեջ Հիսուսը իմ կողքը կանգնած է, եւ նա ինձ քաջալերում է։ Եվ ես իմ պատասխանը գտնում եմ նրա մեջ։ Աբրահամի աղջիկ էր, բայց 18 տարի տառապանքի մեջ, այդ տառապանքի մեջ սակայն հավատարիմ Տիրոջը, հավատարիմ եկեղեցուն, եղբայրներ, քույրեր։ Մեկի մատը մի հատ փուշ է մտնում, բայ իմացար մատս փուշ մտավ, այսօր չեմ կարող գամ եկեղեցի։ Դե արի որ հանենք այդ փուշը, այդ ցավը տանեմ։ Թե չէ կթողած թարախակալի վերջապես կմեռնես այդ փուշից։ Հանկարծ սեպսիս արյան կստանաս կմեռնես։ Կա չէ տենց բան։ Ես ուղղակի օգտագործում եմ ես մեր լորվա լեզուն, որ ավելի ըմբռնելի լինի։ Առնում եք ինչ որ բան, նայեք 18 տարի այս կինը եւ Հիսուսը։ Երբ որ Հիսուսը նրան նկատեց սավարի, արի այստեղ։ Հիսուսին սենց երևի սենց նայեց, մեկ էլ սկսեց գնալ։ Տեր Հիսուսը ձեռը դրեց նրա վրա, ասավ, ազատված ես քո հիվանդությունից։ Մեկ էլ դու պատկերացնում ես այդ ինչ ձայնային էֆեկտներ էր այդեղ, սենց չէ, դե ոնաշարը դզվում է, չէ։ Եղբայրներ, քույրեր, եւ հրաշք կատարվեց։ Նա ուղղվեց, բժշկվեց, անցավ նրա կուզիկությունը այս հանդիպման պատճառով, այս հանդիպումը փոխեց նրա կյանքը։ Սատանան ուզում է, Աստծո թշնամին սատանան ուզում է, որ դու հիմա հոգևորացնենք ես, հոգևորապես միշտ կռացած լինես, իրավունք չունես, դու պիտի ներքև նայես, դու վերև չնայես, որովհետև ես երբեմն ասում եմ, եթե մարդկությունը 10 րոպե կանգ առնի պահի տակ, աշխարհը միայն բարձրացնի երկինք, միայն երկինքն է 10 րոպե նայի երկինք առանց ոչ մի բան անելու, ես կարծում եմ, որ Աստված նրա հետ կխոսա, բայց սատանան թույլ չի տալի, որ մարդը երկինք նայի, այսպես նայում ասում, այս ինչ լավն է, ու վсё գնաց, ասում դու իրավունք չունես, դու նայի գետնին, լատես փող կա անգած վեր կալ, հələ նայի քուջուջարա հələ նայի քանդի տես ինչ կա չկա այնտեղ,
Այս է սատանայի նպատակը։ Լցնում է մարդու կյանքը խաբեությամբ, ազարտով, լցնում է մարդու կյանքը եւ թեքում է, կռացնում, որպեսզի մարդը իրավունք չունենա։ Ես վերջերս Սիբիրի գուլագներում էի, այցելել էինք, այնտեղ շատ բաներ կային, գաղութներ, բերդեր կային, հիմա չեն օգտագործում այդ բերդերը, թանգարան է այդ բերդերը սարքած, ուրեմն այնտեղ մեզ տարան որպես էքսկուրսիա, երբ որ մենք տեսանք, այնտեղ շատ հանրաճանաչ մարդիկ կային, որոնք այդ գուլագում նստել էին, այդ ասոբը, ռուսերենով ասեմ, էլի ասոբը ապասնիների բաժինը կար, սովորական, վերջապես անմարդկային պայմաններ էր, անմարդկային, թանգարան էին սարքել, հետո վիդներ, բանը, երևում էր, որ շատ անմարդկային պայմաններ էր իրանց պայմանները, անգամ այնտեղ որ վերանորոգել էին, պոլիտակից շիշ էինք, թե մի հատ բան թուղթը մեջը գրած, հայերենով, 21 հոգու անուն հայերենով, այս ինչան, այս ինչ, ովքեր որ նստել էին այդտեղ, անունները չեմ ուզում տան, հայտնի մարդիկ էին իրանք, քաղաքական, այսպես ասած, բանտարկյաններ։ Վերջապես նայում ես անմարդկային պայմաններ եւ մի բան, որ ինձ շատ ցնցեց, երբ որ բան եղավ, այդ պատուհանները մենք բանով ստավնի ենք ասում, ստեղել են, չէ՞ ստավնի ասում, ռուսերենով, չէ՞ ստավնի խոսքը։ Նու ժայլուզների պես, էլի, ասում է վոլոնտյորները կամավորականները ուզեցան այդ պատուհանների վրա, նու բացի այն, որ մի քանի ռիադ ցանկապատներ էր, զաբորներ էր, շալարերով, եշակ դեմ, տարբեր, այն ժամանակները, հիմա մենք նոր գիտենք դատչիկ դվիժենյաները, խոսքի որ մարդը շարժվում է, մեկ է սիգնալիզացիա է միանում, այն թվերին ունեցել են նրանք։ Բայց պատուհանները վոլոնտյորներ ուզեցան, որ ժալյուզներ դնեն, ստավնիներ դնեն, ու ասում են, որ դրել էին այդ ստավնիները, բաներ, ուղղությունը դեպի երկինք էր ուղղված, գաղութի պետը ասում կանչեց, ասավ սխալ եք դրել այս բաները, պետք է ներքևի վրա դնեք, շրջեք, կալանավորը իրավունք չունի երկինքը տեսնելու, նա պիտի ներքև նայի, նա պիտի գետնին նայի, անընդհատ գետնին նայի։ Սատանայի կամքն է, որ մարդուն անընդհատ կռացրած պահի, վերև գործ չունես, նայի, դե ինչեր կա, բայց Հիսուսի նպատակն է, որ հանդիպի քեզ հետ եղբայրս ու քույրս, անգամ քո ցավի ու տառապանքի մեջ, եթե դու 18 տարի կամ չգիտեմ քանի տարի, եթե ունեցել ես ինչ-որ մի խնդիր, բավական է մի հանդիպում, որ դու ունենաս նրա հետ, եւ նա քո կյանքը հիմնովին կարող է փոխել։ Հանդիպում, որ կյանքեր է փոխում, եւ իմ աղոթքս է, որ այսօր մենք կարողանանք այդ հանդիպումը ունենանք, բոլորս եղբայրներ, քույրեր։ Տերը օրհնի ձեզ, նրանք ովքեր կուզենան ուղղակի վերականգնեն, սենց ասեմ, կամ նրանք ովքեր կուզենան, ովքեր որ չեն ունեցել այդ հանդիպումը, հանդիպում ունենան Տիրոջ հետ, կամ նրանք ովքեր կուզենան վերականգնեն այդ հանդիպման երանությունը վայելելու այդ բանը նորից զգան, ես կխնդրեմ, որ բարձրանանք ոտքի եւ ուղղակի աղոթք բարձրացնենք Տիրոջը, խնդրենք, որ Աստված այցելի եւ Տերը կազմակերպի այդ հանդիպումը։ Գուցե դա կլինի Աստծո տան մեջ, եղբայրս ու քույրս, եթե դու ցավի մեջ, տառապանքի մեջ ես, բայց հավատարմություն ունեցի, որ դու գաս Աստծո տուն, անընդհատ, որովհետեւ կարա մի օրվա մեջ մի կաթիլ օծության մեջ, մի կաթիլ ներկայության մեջ կարա այդ այցելությունը լինի եւ այդ քո խնդիրը վերանա։ Քանիսը կան այստեղ ովքեր ստացել են պատասխաններ, ովքեր Աստծուց ռեալ ստացել են պատասխաններ։ Ես ստացել եմ Աստծուց պատասխան։ Աստված նույնն է։ Շարունակիր հավատարմությամբ գալ Տիրոջ տուն, որպեսզի կայանա այդ հանդիպումը։ Գուցե այդ հանդիպումը կլինի ներքին սենյակում, քո տան մեջ, ներքին սենյակում, գուցե այդ հանդիպումը կլինի եկեղեցու մեջ, բայց դու հավատարիմ սիրտ ունեցիր, որպեսզի կարողանաս հանդիպել Տիրոջը եւ այդ հանդիպման արդյունքում իրավիճակը 180 աստիճան կարող է փոխվել։ Թող Տերը փառավորվի մեր կյանքերի մեջ։